Ողջույն, սիրելի ունկնդիրներ, կրկին եթերում ճամպրուկային տրամադրություն հաղորդաշարն է, ձեզ հետ է Աղբալյանն է, այսօր իմ հյուրը Արիտես կազմակերպության տնօրեն Սոնա Գաբրելյանն է, խոսելու ենք հաշմանդամություն ունեցող զբոսաշրջիկների խնդիրների մասին։ Ողջույն, շնորհակալ եմ, որ իմ հրավերը չմերժեցիք եւ այսօր մեր տաղավարում եք։ Մի շատ կարևոր թեմայի մասին ենք խոսելու։ Մենք բոլորս գիտենք, որ ամբողջ աշխարհը շատ մեծ ուշադրություն է դարձնում հաշմանդամություն ունեցող զբոսաշրջիկների համար իրենց երկրները, քաղաքները ավելի հարմարավետ դարձնելուն։ Ուզում եի հասկանալ Հայաստանում ինչպիսի իրավիճակ է, արդյոք մեր երկրում կան համապատասխան օրենքներ, առհասարակ ենթակառուցվածքներ, որոնք հարմար կլինեն հաշմանդամության խնդիր ունեցող զբոսաշրջիկների համար ճամփորդել դեպի Հայաստան։ Շնորհակալություն հրավերքի համար։ Այսպես ասեմ, ես իմ անձնական գնահատականը ունենալով, ասենք, այսքանի տարվա զբոսաշրջիկների ընդունելության մեջ փորձառությունը, մենք գնահատում եմ միջին Հայաստանը։ Այսինքն շատ վատ չի, ամենակարևորը դա է։ Շատ չի, այո, շատ խնդիրներ ունենք լուծելու, բայց սենց ասեմ, մեր առաջի փորձը ցույց տվեց, այսինքն երբ որ մենք մշակեցինք արդեն հատուկ երթուղի նման խնդիր ունեցող մարդկանց համար, մեզ ոնց ֆիդբեք այսպես եկավ, որ վատ չի Հայաստանը, այսինքն ավելի վատ են եղել։ Կազմակերպությունը հենց զբաղվում է։ Մեր կազմակերպությունը հիմնադրվել է 2018 թվականից, իսկ հենց բուն, որ կարող ենք արդեն ընդունել նաև նման խնդիր ունեցող մարդկանց, մենք ունենք փորձություն արդեն 2020-21 թվականից արդեն սկսել ենք այդ տուրերը անել իրենց համար։ Ինչու այդ գաղափարը առաջացավ ձեզ մոտ, պակասը կար արդյոք։ Պակասը այսպես էր, ուրեմն դրամաշնորհներ էին, GIZ, չգիտեմ, ծանոթ եք այդ ծրագրին, իրանք туриզմի, ուրեմն туриզմով զբաղվող կազմակերպությունների շրջանակում դրամաշնորհ էին հատկացնում եւ բայց ծրագիրը մենք որոշեցինք այնպեսի մի բանի վրա, որ Հայաստանում չկա ու ցանկալի է որ լինի եւ այդպես միտքը ծառայեց, որ միտք առաջացավ ստեղծել այդ կազմակերպությունը։ Չէ, կազմակերպությունը կար, այդ ուղղությունը զարգացնել է։ Այո, այդ խնդիրներով զբաղվել, հասկանալ ոնց պետք է արվի, ինչից պետք է սկսվի եւ այլն եւ այդպես ամբողջ 2020 թվականը դրա վրա տրամադրեցինք, 21-ին արդեն ունեինք տրանսպորտը, ու արդեն ունեինք եւ քարտեզագրություն էինք արել եւ ուրեմն մշակել ենք եւ սկսեցինք փոքրիկ, այսպես ասած, խմբերն արդեն ընդունել, որոնց վրա ավելի հղկվեց մնացած ուղղությունները։ Եվ արդեն այս տարվանից էլ ունենք երկրորդ ուղղություն ունենք, որտեղ արդեն առաջինով եկած մարդիկ ասեցին, որ մենք Հայաստանել ենք ուզում գանք, բայց այնպեսի պիտի որ չկրկնվի ու արդեն մենք երկրորդ ուղին ենք մշակել, որպեսզի դա 7 ուրանոց լիարժեք ուղիներ են, որոնք ամբողջ օր իրանք զբաղված են, նույնիսկ ասում են շատ խիտ է, մի քիչ հասկանալ է, ես կուզեի սկսենք օրենսդրական դաշտից, տարբեր երկրներ տարբեր տեսակի օրենքներ են մշակում կամ հենց իրենց զբոսաշրջության օրենսդրությունը հարմարեցնում են այնպես են գրում, որ туриզմը նաև հարմարեցված լինի ոչ միայն հենաշարժողական խնդիրներ ունեցող զբոսաշրջիկներին, այլ նաև տեսողության խնդիրներ ունեցող, լսողության խնդիրներ ունեցող զբոսաշրջիկների համար, մասնավորապես շատ թանգարաններ պարտադիր աուդիոգիդի ծառայություններ են ունենում, շատ դեպքերում թույլ են տալիս տուրիստներին նույնիսկ թանգարաններում նմուշներին դիպչել, շոշափել կամ թարգմանություն են ունենում տեսողության խնդիրներ ունեցողների համար։ Այս ծրագրերը որքանով են Հայաստանում իրականացվում։ Ես գիտեմ կան թանգարաններ, որ ունեն, աշխատում են այդ ուղղությամբ։ Հա, որ մեր թանգարաններ, որոշակի թանգարաններ ունենք, որտեղ հասանելիություն կա, դա մեր եւ պատմության թանգարանն է։ Հայաստանի պատմության թանգարանն է, Երևանին էլ է, բայց այնտեղ մի քիչ այնտեղ աստիճանների խնդիր ունենք։ Ունենք այդ խնդիրը այնտեղ։ Դուք բոլոր խնդիրների մասին այսօր կարող եք հանգիստ խոսել, հենց նպատակն էլ այն է։ Այո, այնտեղ ուրեմն պետք է որ բարձրանան, լիֆտ կա, բայց մինչև լիֆտը աստիճաններ կա։ Եվ այդ աստիճանների համար ուրեմն պետք է դրվի այնտեղ
թեքահարթակ, որպեսզի իրան կարողան, այսինքն հիմնական թեքահարթակ չկա, մուտք ունի քաղաքապետարանը, ես դե սենց ասեմ, այդ քարտեզագրությունը, որ մենք արել ենք, մետրով, կանոնով, ընկել ենք բոլոր տեղերի, բոլորի մուտքերը, բոլորի թեքահարթակները, օրինակ մենք հիմա արդեն ոնց որ սովորություն ա դարձել։ Քարտեզներն եք քարտեզագրել, թե քարտեզագրել եք այն վայրերը, որտեղ հարմար են, բայց հարմար, գիտեք ոնց է, մեր հայկական բանը մարդկային գործոնով զանգում ես, ասում ես ինչ-որ միտեղ դուք հնարավորություն եք նման մարդու։ Եկեք մենք գրքին կբարձրացնենք, չէ՞։ Գրքին կբարձրացնենք։ Դուք մենակ բերեք ասում են, մենք գրքին կմտածենք, բայց այդտեղ շատ ուրիշ խնդիրներ կան, որ նման մարդիկ նեղվում են նման հարցերից, հատկապես ասենք արտասահմանցիները, երբ որ դու ուզում ես իրանց օգնած ունես, իրենք իրանց կոմպլեքսավորված են զգում, այո։ Իրենք ուզում են օգտագործել իրենց լիարժեք իրավունք։ Այ, տեսեք, նույնիսկ հանրային տրանսպորտի մեջ մենք հիշում ենք վերջերս մի դեպք կար, երբ երիտասարդները բարձրացրեցին սայլակով մարդուն, նստացրեցին ավտոբուս, թե իջացրեցին նրան ավտոբուսից, այսպես հստակ չեմ հիշում, բայց հիշում այդպիսի դեպք կար նույնիսկ ընդհանուր ոչ թե զբոսաշրջիկների համար, այլ տեղացիների համար։ Այս զբոսաշրջիկների համար արդյոք ավտոբուսները հարմարեցված են, մենք ունենք նման ավտոբուսներ։ Դե այս նորերը հարմարեցված են, նորերը, որ հիմա ստանում են էլեկտրական մեր տրանսպորտներն ունեն այդ արդեն ունեն, այո։ Չէ, ընդհանրապես զբոսաշրջային ավտոբուսների մասին է խոսքս։ Չէ, զբոսաշրջայինները չունեն։ Այդ խնդիրը ինչպես է լուծվում այդ պարագայում։ Կամ դիմում են մեզ, կամ էլի տենց գրկել բարձրացնելով։ Դուք ունեք այդ ավտոբուսները։ Մենք ունենք Sprinter, որը 6 սայլակ տեղավորվում է։ Այսինքն նման խնդիր ունեցող 6 անձ կարող են տեղափոխվել իրենց ուղեկցորդներով հանդերձ։ Այնուհետև երբ զբոսաշրջիկը եկավ, դուք նրան ընդունեցիք, ավտոբուսի խնդիրը լուծվեց, հաջորդ քայլը հյուրանոցներն է։ Հաջորդ քայլը ուրեմն մեր մոտ հյուրանոցներն է, հյուրանոցները շատ մեծ խնդիր է, որտեղ հյուրանոցները հարմարեցված սենյակներ, եթե ունեն, դրանք շատ սահմանափակ քանակ են, տակ ես ասում եմ 6 հոգի, չէ, օրինակ մեր Sprinter տեղավորումը։ Մեր ցանցային հյուրանոցներ ունեն, պարտադիր այդ համարները նման մարդկանց համար, բայց ընդամենը 2 հատ։ Այսինքն դրանից հետո Այսինքն եթե ես 6 հոգանոց խումբ եմ տանում, 3 հատ հյուրանոց պետք է մոտենամ, որ խումբը հավաքեմ, որ կարողանամ իմ տուրը կազմակերպել։ Ինչ եք կարծում, այս խնդիրների հիմքը որտեղ է։ Որտեղից են առաջացել այս խնդիրները, որ դրան ուշադրություն չենք դարձրել պարզապես։ Ինձ թվում է շատ խորքային է խնդիրները, օրինակ նայեք, ասում եմ, ստեղ տեղական մեջ հյուրանոցներում, հին հյուրանոցներում նման համարներ չկան։ Մեր ժողովուրդն էլ, ասենք, ինչ որտեղից է գաս։ Ես որ գնացի Բարսելոնա, այսպես ասեմ, ինքերուս հետ խոսում եմ։ Բարսելոնան իմիջայլոց ամենաշատ հարմարեցված քաղաքներից մեկն է աշխարհում համարվում։ Դե ես նայում ենք, ինչքան մարդիկ սայլակներով, բաներով ման են գալիս, ինքերուս ասում, այսքան խնդիր ունեցող մարդիկ ունեն իրանք։ Ասացի մենք էլ ունենք, պրոստը մեր մարդիկ դուրս չեն գալիս փողոց։ Իսկ ստեղ հնարավորությունը կա մարդիկ հանգիստ կարող են տեղաշարժվել։ Արդյոք օրենքը չի խնդիրը, միգուցե մեր օրենքներն են թերի։ Ստեղ չեմ կարծում, որ օրենքի խնդիրն է։ Ստեղ կարող է, եթե օրենքը ստիպի, որպեսզի բոլոր շենքերը նման հարմարություններով պահավորված են, թերևս։ Թերևս այսպես շատ կառուցապատում ունենք հիմա տեսնում ենք։ Այդ արդեն շատ խորքային է։ Հիմա արդեն կարծես թե պարտադիր պայման կա, սակայն ժամանակին երբ հյուրանոցները կառուցվում էին, այդ պայմանը նրանց դիմաց չէր ջրվում, այսինքն։ Չէ, նայեք, հիմա հյուրանոցները կառուցվել են, բայց հիմա որ գնում ենք մեր նայում ենք, չափագրում ենք, տեսնում ենք այդ հյուրանոցը հնարավորություն ունի։ Դռների մեծությունը թույլ է տալիս, անհանգույցի մեծությունը թույլ է տալիս, բայց ասենք մի հատ բան դնելու համար, ասենք որ հենակ որպեսի մարդուն հարմար լինի օգտագործելու չեն դրել։ Զուտ ցանկության խնդիր է, այսինքն ցանկության կան տեղեր, որ զուտ ցանկության բանը, որ կարելի է պրոստը դնել մարդու համար եւ այդ համարը դառնա նաեւ իրենց համար հարմար, որտեվ գիտեք հիմնական մուտքերը թեքահարթակ ունեն, կարող է սայլակով մարդկանց համար չի եղել, ճամփուկի համար է եղել, բայց օգտագործում է նաև։ Իսկ օրինակ որ հյուրանոցներն են Հայաստանում հարմարեցված ձեր կարծիքով եւ դրանք հիմնական Երևանում են թե մարզերում են։
Հիմնականում Երևանում են, շատ քիչ մարզերում են ու հիմնականում դա ցանցային հյուրանոցներն են։ Այսինքն միջազգային բրենդի տակ, որոնք պարտադիր պետք է ունենան այդ համարները։ Իսկ բացի թեքահարթակներից, հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանցից, այսպես տեսեք, վերջերս տեսանք աշխարհում ինչ է կատարվում, ամենազբոսաշրջային վայրերը, նույն Դուբայը, Դոհան, ռմբակոծության ենթարկվեցին եւ պարբերաբար այնտեղ եղող զբոսաշրջիկները տագնապային ազդանշաններ էին ստանում, որպեսզի հյուրանոցներից անմիջապես թաքստոցներ տեղափոխվեն եւ այլն։ Եվ այս պարագայում ինձ հետաքրքրեց ինչպես են առհասարակ լսողության խնդիրներ ունեցող մարդիկ կարողանում նրանք միգուցե չեն կարողանում լսել տագնապային ազդանշանը, այդ պարագայում հյուրանոցները, հյուրընկալ քաղաքները ինչպես են այս հարցը կարգավորել։ Հասկացա, որ շատ տեղերում հյուրերին այսպես վիբրացիոն ժամացույցներ են տրամադրում, որոնք բացի ազդանշանից դրանք եւս միանում են, լուսային ազդանշաններ են շատ տեղերում միանում, շատ երկրներ այս հարցը լուծել են բոլորին համատարած SMS-ներ ուղարկելով։ Եթե Հայաստանում հեռու մեզանից իհարկե Աստված չանի, նման մի իրավիճակ ստեղծվի, ինչ է կարծում, որքանով ենք մենք պատրաստ նման իրավիճակների։ Պատրաստ չենք։ Հյուրանոցների քանի տոկոսն է, որ նման սարքեր ունի, նման տեխնոլոգիաներ է կիրառում։ Էլի ցանցայինները մենակ ունեն։ Բայց ցանցայինները գոնե ունեն։ Ցանցայինները դեր ասած եւ վիբրացիոն նույնիսկ բարձր ունեն, որ գիշերը եթե լինի, վիբրացիա միացնում են, ինքը զարթնում է ու կան որ այդ ժամացույցներից են տալիս։ Ունեն։ Բայց այստեղ էլ մեկ այլ խնդիր է առաջանում։ Բայց ես մի հատ ուրիշ հարց տամ, իսկ մենք ինչքանով ենք պատրաստ։ Այ հիմա դու գիտեք, ստեղ մոտական որտեղ է տաքսիստը։ Այո, իհարկե հասարակություններ պատրաստ չեն մնացել տուրիստները, բայց այստեղ մի հարց էլ է գալիս առաջ, որ եթե ցանցային հյուրանոցներն են, ցանցայիններն էլ սովորաբար դրանք ամենաէժան տարբերակները չեն լինում, ստացվում է, որ ընդհանրապես հաշմանդամություն ունեցող մարդկանց համար Հայաստան ճամփորդելը թանկաճույք է դա։ Թանկաճուկը հետո մի հատ էլ հարց ես բարձրացնեմ իմ հյուրանոցների հետ կապված։ Նայեք, հյուրանոցներին ում որ մենք դիմում ենք եւ նմանատիպ համարներ ունեն, այդ բոլոր համարները տեղավորված է երկտեղանոց մահճակալներով։ Բայց ոչ բոլոր ուրեմն զբոսաշրջիկները, որ գալիս են իրենց ուղեկցորդի հետ, այդ ուղեկցորդը իրենց հարազատ մարդն է։ Այսինքն առանձին մահճակալներ է հարկավոր։ Այսինքն այդպես connected միմյանց մի դռնով միացած սենյակներ։ Դա արդեն նշանակում է դուք երկու համարի համար պետք է վճարեք։ Իսկ ինչ են անում, ամբողջ աշխարհում այս հարցը ոնց է կարգավորված։ Ուրեմն կամ տալիս են լրացուցիչ մահճակալ նույն սենյակում, բայց դա արվում է անվճար, կամ այդ կողքի սենյակը նորից տրամադրվում է անվճար։ Այսինքն անվճար են տրամադրում։ Այո։ Եվ ինչ եք կարծում, այստեղ ավելի շատ պետությունների անելիքն է, թե մասնավոր ոլորտի անելիքները։ Դե պետությունը պետք է ասենց ձեր ասած օրենսդրական կարգավորումներ մտցնի, որ պարտադիր որ նման համարներ լինեն, ու այդ համարները գահավորված են եւ դաբլ եւ թվին տեսակի ուրեմն մահճակալներով։ Առհասարակ, եթե նշեք օրենքի բացերը, որ մենք ունենք, որ ինչ որ մասնավոր որևէ տնտեսվարողի դիմում եք եւ ինքը ասնագիտեք օրենքի մեջ մենք չենք ասում։ Այդքան չենք, որովհետեւ մենք որտեվ այդքան մենք ինքան խնդիր ունենք լուծելու օրենքներին չենք ասում։ Ամեն դեպքում այդ խնդիրները։ Այսինքն մենք ոնց որ ցակում է խնդիրը, մենք անցնում ենք պրոստը այդ խնդրի լուծմանը գտնում ենք։ Այո։ Ամենաշատ այսպես փորձով օրինակով որ ասեք, որ խնդրի եք բախվել, դա որ խնդիրներ են։ Սանհանգույցներն է, ճանապարհները։ Չկա։ Դե դա ոչ միայն հաշմանդամությունն է։ Չէ, դե հիմա այն որոշակի, ասենք հիմա մնացած հարցերը լուծվել է։ Դա լինում է, ասենք, գազալցակայանների այնտեղ հիմա արդեն կահավորված կան ճանապարհներին, որտեղ մարդիկ կարող են օգտվել, բայց նման խնդիր ունեցող մարդկանց համար չկա։ Շատ քիչ է։ Օրինակ ես դες ասեմ, լորի ճանապարհ դեպի լորի, եթե ապարանով գնում ենք, չկա։ Եվ այս պարագան դիմումներ եղել են պետական մարմիններին, համայնքներին դիմել եք այս հարցով, որ ինչ որ աջակցություն լինի։ Չէ, դե ասենք ում դիմում ենք։ Դե կառուցեք, խնդրում եմ։ Կամ ասենք կան ֆուդ կորտեր, բայց ֆուդ կորտերը հարմարեցված չեն նման մարդկանց համար։
Լավ, դուք որ երկրների փորձը վերցնենք, ամենալավ փորձ ունեցող երկիրը այս ոլորտում, որ երկիրն է ձեր կարծիքով։ Գիտեք, ես ասենք եվրոպական որ երկիր հաճախել եմ, տեսել եմ, որ իրենց այդ նման մարդկանց համար հնարավորություններ ստեղծված է։ Նույնիսկ ասենք այն Հռոմում դեռ բոլոր տեղերը համարյա հասանելի է։ Իրանք, այսինքն հինի վրա հատուկ պամուծներ են պատրաստում, որ ձեռք չեն տալիս հինին, այսինքն ինչ-որ պետք չի դրա վրա լրացուցիչ ինչ-որ, այլ սիրուն տախտակամածներով սիրուն այդ ճանապարհները սարքում են։ Այ հիմա որ դուք գույքագրեք այսպես ասած խնդիրները, մի 4-5 կարևորագույն խնդիր մատնանշեք հաշվանդամություն ունեցող զբոսաշրջիկների համար, որ պետությունը պետք է լուծի։ Դրանք որ խնդիրներն են, այսպես գույքագրենք, բարձրաձայնենք, հասկանանք ինչից պետք է սկսենք։ Առաջինը սկսենք ասեն, եթե մտնում ենք Հայաստան, օդանավակայանում խնդիր չունենք, օդանավակայանը մեր մոտ շատ լավ։ Օդանավակայանը պատրաստ է այդ ամենը։ Պատրաստ է, շատ լավ պատրաստ է, ոչ մի անգամ ոչ մի խնդիր չենք ունեցել։ Հյուրանոցներն ասեցի, որ տոկոսային որքանով են հյուրանոցները պատրաստ։ Եվ ինչին են պատրաստ, ինչ տեղեր դեռ կան։ Դե ասում եմ, հյուրանոցները նախ շատ քիչ են նման, համարները շատ քիչ են։ Այսինքն լիարժեք նորմալ խումբ եթե բերում ենք, ասենք մի քանի հյուրանոցում։ Այսինքն պահանջարկը ավելի մեծ է, քան կա առաջարկ։ Դե ասենք դե փոքր են, չէ՞ խումբը, ասենք 6 հոգի։ Հիմա 6 հոգում պետք է տեղավորեմ 3 հյուրանոցում։ Հիմա պատկերացրեք այդ խումբը հավաքելու, ես ինչքան ժամանակ եմ կորցնելու։ Էն էլ հիմիկվա մեր այս խցանումներով։ Այո, պատկերացնում եք։ Վառ խնդիր է։ Չէ, բացի դրանից կայանատեղիները, հատուկ այդ մեքենաների համար կայանատեղիները չկա։ Այսինքն մեր այդ հյուրանոցները որ կան, ասենք Ibis-ն է, կամ Holiday Express-ն է, դու պատկերացնում եք իրancs մուտքի մոտ, եթե կանգնում է մեր Sprinter-ը, ինչա կատարվում հետո։ Ամբողջ երթևեկությունը խաթարվում է, պարզապես պատկերացնում եմ։ Իսկ այդ մարդկանց նստացնելը տևում է մի քանի րոպե, այսինքն ինքը գալիս է, նստում է լիֆտը բարձրացնում է, մտնում է ներս, վարորդը եւ զբոսավարը կապում են, հետո նոր հաջորդին են նստացնում։ Դա սենց երկար process է։ Դուք պատկերացնեք ինչ հերթ է առաջանում, ասենք ընդամենը 2-3 հոգուն տեղավորելու։ Այսինքն ունենք պարկինգի խնդիր, կայանման խնդիր, ունենք հյուրանոց, շատ քիչ հյուրանոցներ, որոնք ընդունում են այո, եւ ունենք շատ ունենք նույնը ռեստորաններն է, ռեստորանները, որտեղ շատ ռեստորաններ հիմնական մեր մոտ ոնց է, աստիճաններ ունեն, թե քարտակներ չունեն։ Մտնում ես ներս, թե մենք ունենք մեր հետ շարժողական թե քարտակներ ասեմ, այդ բոլորը դրեցինք, բայց հիմա էլ ներսում սանհանգույցի հարցն է, որտեվ սանհանգույցները շատ փոքր են։ Սանհանգույցը պետք է այնպեսին, որ սայլակը կարողանա մտնի, բացի դրանից ինքը պտտվի մեջը։ Փոքր են։ Այսինքն պետք է այս խնդիրների լուծումը կարծում եմ այնտեղ է, որ նոր տնտեսվարողներին, նոր հյուրանոցներին արդեն իսկ առաջարկվի հարմարեցված պատրաստել հյուրանոցները, հարմարեցված շահագործման հանձնել, իսկ հին հյուրանոցներին պետք է պարտադրել, որ նման սանհանգույց ունենա, թե քարտակ ունենա։ Խոսեցիք նաև զբոսավարներից, իսկ արդյոք զբոսավարները պատրաստ են խնդիրներ ունեցող զբոսաշրջիկների հետ աշխատել։ Այստեղ մենք ինչ իրավիճակ ունենք։ Զբոսավարները պատրաստ են։ Զբոսավարները պատրաստ են։ Թրեյնինգներ են արվում իրենց, ինչ է արվում, որ ինչի հիման վրա են պատրաստ, որտեղ ես գիտեմ բուհերում առանձնապես մեր բուհերում չէ։ մակարդակում այդպես չի։ Զբոսավարները ու շատ չէ, գիտեք, ես մեր հայկական գործոնը, հայ մարդու գործոնը շատ է։ Այսինքն ամեն ինչով օգտակար լինել, ամեն ինչով օգնել ու դա է որ հիմնականում շատ ջերմ լուծվում է զբոսաշրջիկի հետ այդ բանը կապը հաստատվում է։ Որովհետև ես գիտեմ տարբեր երկրներ այսպես երկար թրեյնինգներ են անում, ինչպես առհասարակ ոչ միայն զբոսավարներից, սկսած ներառական կրթության մակարդակը դուք Հայաստանում համարում եք ինքնուս։ Այո։ Այսինքն մարդ իր ապրիլի վրա սովորում է ոնց ինչպես։
Հասկացա, լավ։ Եթե վերցնենք sense ընդհանուր, մենք արդեն հասկացանք, որ որոշակի պահանջարկ կա։ Եթե այսքան համարները չեն բավականացնում եւ այլն, այդ նշանակում է պահանջարկ կա։ Ես կուզենայի հասկանալ հատկապես որ երկրներից է պահանջարկը, որ երկրներից են մեզ շատ այցելում, այսպիսի խնդիրներ ունեցող զբոսաշրջիկները, եւ առհասարակ պոտենցիալը ինչպիսին է, ինչպես կկարողանանք, արդյոք ժամանակի ընթացքում մենք կարողանանք, այսպես որ ասում են, accessible երկիր դառնանք, հասանելի երկիր դառնանք խնդիրներ ունեցող զբոսաշրջիկների համար։ Գիտեք, այդ առումով մենք նոր սկսել ենք ներկայացնել Հայաստանը։ Մինչև հիմա իհարկե մեծ տոկոսը դա Ռուսաստանն է կազմել։ Բայց ունեցել ենք եւ Միացյալ Նահանգներից, եւ Բրիտանիայից, եւ Հունաստանից նման խնդիրներ ունեցող զբոսաշրջիկներ ունեցել ենք։ Բայց հիմնականը դա Ռուսաստանն է։ Իսկ պոտենցիալը կզարգանա, պոտենցիալ, որտեղ արտասահման ներկայացված չի, որ Հայաստանը հնարավորություններ ունի, տենց հիմա մենք ունած մեզ շատ զարմանում են, ու հիմա նոր կապեր նոր ստեղծվում է, դրանք այդ որ իմացած կան, դրանք սա ոնց որ անհատական մեկը ոնց սարաֆաններ ռադիոյով են իմացել Հայաստանի մասին, ու այդպես մեր կայքը ներկայացնելով տեսել են, որ ունեն ու դες նամակագրվել ենք եկել են։ Դե քանի որ մենք ամեն ինչ համեմատում ենք նաև մեր հարևան երկրների հետ, տարածաշրջանային երկրների հետ, այս հարցը եւս ես կուզեի համեմատության մեջ տեսնել, տարածաշրջանների երկրները որքանով, տարածաշրջանի երկրները որքանով են պատրաստ։ Չեմ կարող ասել, որտեղ Վրաստանում ճիշտ ասած ինձ թվում է, այնտեղ մենակ մի տեղ ես տեսա, որ հարմարեցված էր Վարդյայում։ Բայց գիտեք ոնց էր հարմարեցված, դրսից իհարկե իրանք նայում էին, բայց ունեին 3D մոդել, որտեղ զբոսաշրջիկը ծանոթանում էր այդ բոլոր քարանձավներով, ինքը այդ 3D-ով անցնում էր։ Նման մոդել ուզում էին անել նաև մեր մոտ Էրեբունի թանգարանում, բայց չգիտեմ, կարծեմ կիսատ մնաց։ Այո, կիսատ մնաց։ Հյուրանոցները հասկացանք, եթե պետական կառույցները, թանգարանները, այլ այսպես զբոսաշրջային տեսարժան վայրերը, եթե վերցնենք սրանք, որքանով են պատրաստ, ինչ եք կարծում։ Պատրաստ չենք էլ։ Ընդհանրապես պատրաստ չեք։ Կամ այս շատ քիչ։ Նայեք, ունենք թեկահարթակներ, սարքել են թեկահարթակ, բայց այդ թեկահարթակը ճիշտ չի կառուցված, թեկությունը սխալ է։ Այսինքն այդքան խորքային է խնդիրը, շատ խորքային, մասնագիտական։ Այո, այսինքն այդ թեկահարթակով կարող է էլեկտրոնային սայլակը բարձրանա, բայց մեխանիկականը բարձրացնելու համար եւս 2 հոգի պետք է բրդեն։ Հասկանալի է, ինքնուրույն իրավիճակ ունենք։ Լավ, այսինքն կարելի է ասել, որ բայց միևնույն ժամանակ այսքան խնդիրներից հետո նաև նշում եք, որ մեկ անգամ եկողները էլի են ուզում Հայաստան գալ, սա ինչ է կապում։ Մարդկային գործոնի հետ։ Այսինքն որ եւ երկինա գեղեցիկ, այո, հյուրընկալությունն է, այո։ Լավ են ընդունում, շատ լավ են ընդունում։ Հետո գիտեք Այսինքն ժողովուրդը այնուամենայնիվ այդ չունենալով ներառական կրթություն, այսպես ներքին կուլտուրա ունի, նման մարդկանց լավ ընդունելու եւ հավասար դաշտում դիտելու։ Հասկանալի է։ Լավ, եթե որոշակի բաներ փոխեք այս ոլորտում, մի քանի խնդիրներ, որ շատ հրատապ լուծման կարիք ունեն, որոնք են այդ խնդիրները, ինչ կփոխեիք։ Որ հասկանանք ով պիտի փոխի, ճանապարհներ, սանհանգույցներ, ամենաառաջինը։ Ամենամեծ խնդիրը դրանք են։ Քաղաքային, այսինքն ճանապարհներ ասելով, ինչ պետական ճանապարհները քաղաքական։ Ասում եմ, այդ նույն կայանատեղին է, ճանապարհները, փողոցները, ճանապարհներին գտնում երկար տարածություն գնալու հետ սանհանգույցների, թե ապահովեն, ինձ թվում է մնացածը ավելի շուտ կշտկվի արդեն էլի։ Լավ, հասկանալի է, կարծում եմ մենք մեր հարցերի պատասխանները ստացանք, եթե դուք ունեք ավելացնելու ինչ-որ բան, ես ինքս դիտարկում եմ, տեսնում եմ, որ այստեղ թե պետական մակարդակով, օրենսդրական մակարդակում մենք շատ հարցեր ունենք լուծելու, այսինքն օրենքները նաև պետք է հարմարեցված լինեն եւ օրենքները պետք է պարտադրեն տնտեսվարողներին, ավելի հարմարեցնել բոլորի համար իրենց օբյեկտները, թե հյուրանոցները, թե ռեստորանները եւ այլն, համայնքները մեծ գործ ունեն, որ նաև քաղաքային ենթակառուցվածքները, գյուղական ենթակառուցվածքները պետք է պատրաստեն այս ամենին եւ իհարկե տեսարժան վայրերը նույն Գառնին, Գեղարդը, Էջմիածինը տարբեր տեսարժան վայրեր ունեն,
որ այսպես մասնագիտական խորհրդատվությամբ կարողանան ճիշտ թեքահարթակներ պատրաստել, ճիշտ հարմարեցնել առհասարակ։ Դե նայեք, Գեղարդ ընդհանրապես մենք չենք կարողանում մտնել։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակի մեջ է մտնում, բայց հնարավորություն շատերը ցանկություն ունեն, բայց ցավոք ցուցակն կա։ Բայց շատ այնտեղ դժվարությամբ մի կերպ կբարձրացնենք, բայց արդեն ներս մտնելը եւ այդ իմ ասած այդ փայտից թեքահարթակները, որոնք ոչ իմանով չեն վնասելու մուշարձանին, հնարավոր է չէ պատրաստել, դնել, վերցնել, այնպես թե հնարավորությունները կան։ Նույնիսկ որ նայեք ինտերնետում ինչքան հնարավորություններ կա, թե մեխանիզմներ դնելու վերցնովի, որ հուշարձանին ընդհանրապես չվնասեն։ Ու այդ դրա շատ մեծ ցուցակ կունենանք արդեն մեր հուշարձանների ներկայացնելու։ Հիմա շատ փոքր է, այսինքն նույնիսկ լիարժեք չենք կարողանում մեր երկիրը մեր պատմությունները ներկայացնել այս կարողան։ Իսկ կայքերի միջոցով, որոնք նաև կայքեր կարողանան մարդիկ կա արդյոք տեղեկատվության մի աղբյուր, որտեղ խնդիրներ ունեցող մարդիկ կարողանան տեսնել որքանով է Հայաստանը հարմարեցված եւ ցանկալի ինֆորմացիան այնտեղ գտնեն, թե նման բան փորձեր եղան, ինչ որ մենք ունենք, մեր կայքի մեջ կա այդ բոլոր ինֆորմացիան։ Մեր կայքի մեջ այդ բոլոր հուշարձանների տակ, եթե մտնում են, այնտեղ կա բաներով, գույներով տրված է, կարմիրը հնարավոր չի, դեղինը կարելի է միջին, այո, եւ կանաչը, որ լիարժեք կարող են տեսնել։ Ինչ որ քարտեզագրություններ եղան, ես վերցեցի այդ քարտեզներով ու գնացի տեսա, որ չեն համապատասխանում, այսինքն տված էր, որ հնարավորություն կա նման օբյեկտ տնելու, բայց որ դու մոտենում ես, արդեն տեսնում ես, դու փորձով տեսնում ես, որտեղ չէ, նման մարդը չի կարող անցնել։ Դες սա կարևորագույն խնդիրներից մեկն է, որովհետև եթե ասում ենք հյուրընկալություն, նաև այդտեղ հասկանում ենք, որ պետք է այդ հյուրընկալությունը լիարժեք լինի եւ առաջին հերթին խոցելի խմբերի համար պետք է լիարժեք լինի, այնպես որ այստեղ աշխատելու շատ տեղ ունենք, շատ աշխատելու տեղ ունենք։ Ես այդ տեսնում եմ, երբ ճանապարհորդում եմ շատ եվրոպական քաղաքներում հատկապես, գրեթե հյուրանոցների զգալի մասի վրա գոնե կա այդ նշանը, այդպես accessible, որ ցույց է տալիս, որ խնդիրներ ունեցող մարդկանց նշանը փակցված է, բայց չի համապատասխանում։ Աուդիտել չկա, որ ստուգեն որքանով է եւ ըստ էության պահանջել չկա դրա, ինչպես հասկացա, մենք օրենսդրական որևէ պահանջ չունենք։ Ասացիք որ օրենքները լավ չեք ուսումնասիրել, բայց կարծում եմ մենք չունենք նման օրենսդրական պահանջ եւ ամեն դեպքում տնտեսվարողներին ինչ որ պետք է պարտադրանք լինի, որ ամեն ինչ հարմարեցնել ավելի։ Ցանկալի է։ Նու հասկանում եք, այդ տնտեսվարողներն էլ ասենք ինչ որ պետք է իրան բանել, բայց որոշակի ինչ որ պահանջներ միշտ պետք է ապահովեն էլ իրանք, եթե բացում են, որ բոլորի համար հարմար լինի։ Լավ, շնորհակալ եմ, կարծում եմ այս զրույցը պիտանի կլինի թե կառավարող օղակներին, թե տնտեսվարողներին, որ հասկանան այս հարցը շատ կարևոր է եւ անպայման կարճ ժամանակի ընթացքում պետք է թե հյուրանոցները, թե պետական հիմնարկները, թանգարանները, տեսարժան վայրերը հարմարեցվեն ոչ միայն հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց, այլ նաեւ տեսողության, լսողության խնդիրներ ունեցող մարդկանց, հենց սա էլ կլինի իրական հյուրընկալությունը։ Շնորհակալ եմ, եթե ասելիք ունեք որևէ բան ավելացնելու։ Տեսողականների հետ կապված ուզում եմ ասել, այս տարի մենք առաջինն ենք ունենալու խումբը, որը տեսողական խնդիրներ են ունենալու։ Որ երկրից են գալիս։ Ռուսաստանից են էլի գալու։ Եվ արդեն սկսել ենք մշակել նաև տուրեր լսողականների հետ կապված։ Այդտեղ էլի մեծ խնդիր կա զբոսավարների հետ, շատ քիչ են, ընդամենը 2 հոգի են ամբողջ Հայաստանում, որ նման ծառայություն կարող են մատուցել։ Այդ դրա վրա եմ ուզում անպայման ուշադրություն դարձնել մեր ուսումնական կենտրոններում, որպեսզի բուհերում, որպեսզի նման մասնագետեր պատրաստելու համար։ Որտեվ եթե ասենք տեսողականության հետ կապված, այնտեղ հիմնականում խոսքի վրա է, խոսքի վրա կարողանում է զբոսավարը աշխատել եւ շատ մանրակրկիտ ամեն ինչը ներկայացնել, ապա այստեղ արդեն ժեստերով պետք է իրանք ու ամեն երկիրն իրան ունի, բարձվեց։
Այդ ժեստերի լեզուն էլ տարբեր չի, տարբեր է։ Այսինքն այդտեղ գիտե ոնց որ տարբեր լեզուների հետ իրապետում ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լինել։ Եվ այդտեղ հիմա պետք դնել շեշտը, որպեսզի անպայման տես մասնակիցներ պատրաստվեն։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի եւ շատ կարեւոր հարցեր բարձրացնելու համար։ Հուսով եմ մի օր շատ ավելի լավ իրավիճակ կունենանք։ Այո, հուսանք։ Շնորհակալ։ Շնորհակալություն։